Սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ընդունեց Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի 5 մասնագիտական ուղղությունների հասարակագիտական, տնտեսագիտական, բնագիտական, լեզվագրական եւ ֆիզմատ բաժինները ներկայացնող այն 30 սաներին, որոնք ընդգրկված են «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» ծրագրում։ Ընդունելությանը ներկա էին նաեւ դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը եւ Կրթօջախում ծրագրի համակարգողները։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» եռափուլ ծրագրի շրջանակներում եվրոպական ուսմունքների դպրոցների հետ միասին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 60 դպրոցների շուրջ 1800 սաների հետ իրականացվում է քառօրյա դասընթացներ թեմատիկ քննարկումների վերլուծությունների տեսքով։ Արդյունքում դպրոցում ձևավորված յուրաքանչյուր խումբ ընտրում է իր պատվիրակին Հարավկովկասյան երիտասարդների պարլամենտում ներկայացուցչությունը Վրաստան։ Վրաստանում ամեն երկրից ընտրում են եւս 5 պատվիրակներ Բրյուսել մեկնելու եւ Եվրախորհրդարանում ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու նպատակով։ Այս տարի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը Հարավկովկասյան երիտասարդների պարլամենտում ներկայացնող Սաիդա Անտոնյանը Վրաստանում ընդգրկվել է նաև Բրյուսել մեկնող պատվիրակների խմբում եւ Եվրոպական խորհրդարանում մասնակցել է ծրագրի 3-րդ փուլին։ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի շրջանակներում նման հաջողության հասնելու համար եւ կոչ արեց չսահմանափակվել ձեռք բերածով եւ ձգտել ավելիին, բարձր պահելով եւ կրթօջախի եւ մարզի հեղինակությունը։ Այնուհետև մարզպետը աշակերտներին տեղեկություն ներկայացրեց մարզային իշխանության գործունեության իր իսկ կողմից իրականացվող գործառույթների եւ տարբեր ոլորտներում իր պաշտոնավարման շուրջ 6 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների, ունեցած ձեռքբերումների եւ նախատեսվող ծրագրերի մասին։ Նա պատասխանեց նաեւ աշակերտներին հետաքրքրող հարցերին։ Շնորհակալություն հայտնելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ մարզային իշխանության ղեկավարի հետ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կրթօջախի սաների հետագա գործունեության վրա եւ նրանց կմղի առավել մեծ հաջողությունների։